Բարիով սիրելիներս, ինչպես տեսնում եք, մեզ մոտ օգոստոսի 1-ն է, երեկոյան ժամը 5-ի կողմերն է ու ինչպես տեսնում եք եղանակը ահա որ ցուրտ, քամի, անձրև ու սենց շարունակ։ Իմ ջելոծեսը շատ կարևոր օր է մեզ համար, իմ ու Ջեսի, որովհետև այսօր մեր ամուսնության 7-րդ տարին է, 7 տարի առաջ այսօրը մենք ամուսնացանք։ Գիտեմ, շնորհավորում եք հիմա։ Ասա բարև Ջես։ Opla. Օպոս, իսկ մեր տուտի կանգա։ Opa, look how down. It's all dirty now. Ինչ ուզում ասել, ինչքան ժամանակ էր ուզում ենք որոշել ենք, որ քաղաքից ինչ-որ դուրս գնանք, ինչ-որ միտեղ գնանք, նշենք, մենք ընդհանրապես մի քիչ պրակտիկ մարդիկ ենք, այտենց այսօր մեր համար շատ կարևոր է միասին նշելու այդ պահը, թե ինչ կնի, ինչ չինի, նվեր եւ այլն, շատ կարևոր նշանակություն չունի։ Ու շատ ուզում ենք, որ գնանք ինչ-որ միտեղ նշենք, բայց եղանակը քանի որ սենց է ու անձրև է, ոչ միտեղ չենք կարող գնալ, դրա համար այդ նշելու արարողությունը որոշել ենք մի շաբաթով հետաձգենք մինչև առաջին իսկ արևը, որ հենց դուրս գա, ու մենք սենց շատ արագ վազելով կգնանք նշելու մեր 7-րդ տարեդարձը։ Ու հիմա ուղղակի որոշեցինք դուրս գանք, տեսնենք այս մոտակա տեղը մի հատ բար կա, որ այդքան շատ ուշադրություն չեն դարձնում։ Այնց տեղեր կան, որ ահավոր է գնալը, այդ մատուցողները ահավոր։ Ռեստորան Ջեսի վերջերս չի սիրում գնալ ընդհանրապես, ինչքան ժամանակա չենք գնացել։ Մատուցող կա գալիս անընդհատ այդ վախվողած նայում է, մի խոսքով հեսա մի հատ դեպք էլ կպատմեմ, ուրեմն ես ու Ալեքսս գնացել էինք վերջերս այս Տարգովի ցենտրներից մեկը ու հոգնել էինք, ասեցի լավ, Ալեքսն նոր էր քնած արթնացել, ասեցի ինչ-որ միտեղ նստենք, այսպես ասած մի բան ուզենք, համ երեխեն հանգստանա, համ ես շատ հոգնած էի,
ու ճաշի ժամը շատ տեղ էր, որտեղ ես հիմնականում նստում եմ, այդտեղը զբաղված էր շատ կողքը, մի հատ տեղ կար փոքր, ասեցի լավ, այստեղ ոչ մի անգամ չի եղել։ Հիմա ուզում եմ ներս գնամ, Ալեքսի հետ բանը, սայլակով եմ, ու դռները նեղա չեմ կարողանում, պետք է ոնց որ հարմարացնեմ, որ գնամ։ Մեկ է տեսնեմ այդ երկու աղջիկներ են երիտասարդ, դիմացը մի քիչ հեռու է, իրանց այդ ստոյկայի հետևը խառնվեցին իրար, ինչ որ բան են ասում, մադամ, չեմ հասկանում ինչ են ասում, ասեցի լավ մոտիկ գնամ, տեսնեմ ինչի են sense խառնվել իրար, ինչ են ասում։ Եղեսկո մի քիչ առաջ փորձեցի գնամ, տենամ ավելի շատ խառնվեցին։ Մեկ էլ վազելով եկավ առաջ, ասում եմ, չէ, կարա գաք առաջ։ Ասեցի, փակ, չի աշխատում, չէ, ասում եմ, պետք է դուք այդտեղ սպասեք, մինչև ես մենք կգամ, ձեր ձեռքերը սանիթայզ կանենք, նոր դուք կարաք գնաք առաջ, դե լավ ասեցի։ Մի խոսքով մի քիչ այդտեղ սանիթայզ արեցին, առաջ գնացինք, դե Ալեքսից մի քիչ առաջ եկավ, այդ իրանց սեղանին կպավ, մեկ էլ վայ, ասում եմ, ձեր երեխան ուշադրություն դարձրեք, ասում եմ, սեղանին կպավ։ Ասեցի, դե լավ, որտեղ եք առաջարկում նստեմ, ասեք որտեղ եք նստում, ասեք որտեղ եք նստում, նստենք վերջապես ես այնքան հոգնած եմ, բայց ուզում եմ շրջվեմ գնամ, բայց այդ հոգնածությունը թույլ չի տալի, ուղղակի ուզում եմ նստեմ ու Ալեքսն շատ սոված է, որ պետքա սնվի, մի խոսքով հիմա ասեցուց տվեց որտեղ նստի նստեցինք, մինչև այդ իրա բերեց երեխա համար սոկ էի պատվիրել, այդ սոկը բերել է առանց տրուբոչկա, առանց այդ ձողիկն է դե հարմար է տարիքի համար որ խմի, սենց լայն բաժակով, ասում եմ, բայց ձողիկ կտակ, որ իրան հարմար լինի խմելու, չէ, ասում եմ, ձողիկ չունենք, ասում եմ, որովհետև այս կորոնայի համար ձողիկները չունենք, չենք տալիս ձողիկ, ասեցի էլի, մի խոսքով Ալեքսը կերա վերջացրեց, իչա, ու դուրս է վազում, Ինչի համար։ Ալեքսը զանցիկն է ուզում դեսի, հա, ասեցի դուրս էր վազում, հետևից կանգնեցի, որ արագ գնամ ես էլ հասնեմ, որ երեխան հեռու չգնա շատ, այդ հատվածը դուրս էր, էլի գալի, մեկի տեսնեմ, նո, դու կանգնեցիք, ասում դիմակը առանց դիմակը չեք կարող կանգնեք, ասում երեխան վազեց, մի րոպե համբերի, մի խոսքով շատ բան է արեց, այսպես ասած, հիասթափվել էի, եկա Ջեսին ասեցի, ասում եմ, ինչ լավ է, դու ճիշտ ես ասում եմ, որ չարժի գնալ ոչ մտեղ ավելի լավ է տանը մնաս, քան գնաս նյարդերդ փչացնես, բայց տեղեր կա, որ ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում, հենց այդ կողքը, որ ասում եմ, որտեղ գնում եմ, նույնիսկ այդ աշխատողը դիմակ չի դնում, հանգիստ, շատ նորմալ է վերաբերվում, ոչ մի տենց հիստերիկություն չունի։ Հիմա այստեղ մի հատ բար կա, որ հաճախ էլի գնում ենք, ինքը այդպես բացառություն է, բայց ես ռանձրով ապրես չի։ Դրա տերն էլ այդ աշխատացնողն էլ նորմալ երիտասարդ վրա է, հիստերիկներ չեն, որ երեխան ասել վազում է կողքը կամ քարացած 3 ժամ չի նստում, դա իրանց համար նորմալ է, հետո իրանք էլ երեխեքն են, մի խոսքով տեսնենք, եթե այսօր բաց լինի, հետևակի կնշենք, եթե չէ, ուղղակի կքայլենք, հետ կգանք տուն ու կսպասենք օրերի տաքացմանը, իմջալած անձրև սկսեց, անձրև ագարից, շատ երկար էլ չենք կարա, նանք դե լավ, իրար հետ միասին կտեսնենք, թե ինչպիսի օր ենք ունենալու այսօր կամ օրվա ավարտ կունենանք, ամեն դեպքում այս վլոգը իր շարունակությունը կունենա անպայման ու որ օրը որ գնանք նշելու կլինի սրա հաջորդիվ։ Մենք էլ տեսանք այս չինական ռեստորանը բաց ու այստեղ եղել ենք մի քանի անգամ, շատ լավն ա եղել, բայց եկանք ներս, էնել ասեցին, որ միայն տանելու համար է, էլի փակ է, ներսում չես կարող ուտել, ինչպես նաև փակ է այն բառը, որի մասին խոսում էի, նենց որ գնում ենք տուն։ Alexander!